Բարի լույս սիրելիներս, բարի լույս հայ ժողովրդին։ Այսօր ձեր Անահիտը պատրաստելու է մնացած են 5 կիլոն, 15 կիլոն պատրաստեցի։ Հիմա պետք է անեմ ծիրանը։ Ինչու է սկսում ծիրանից։ Ծիրան 20 կիլո ծիրան եմ գրել, ինչպես տեսակ։ Սկսում եմ ծիրանից, որովհետև ծիրանը պետք չէ այդքան մանրամասն մաքրել։ Ելակը բավականին փոքր էր, բայց վատը չէր։ Հիմա ինչ անում ձեր Անահիտը։ Անահիտը միացնում է իր հրաշք օգնականին։ Ուրեմն տարիներ շարունակ ես պատրաստում էի, երկար ժամանակ էի պտտացնում։ Հիմա չէ, արդեն գտել եմ ինչ ձև։ Սա մեջ 40 րոպե, 35 րոպե եփում է, հանում լցնում եմ մի հատ կաթսայի մեջ ջուրը հանում եմ, որպեսզի մեքենան շատ չաշխատի եւ ես ժամանակ չկորցնեմ, ավելի արագ լինի, եւ երեք փորձեցի վիտը փխին, այսինքն այդ բանի կորիզի խնձորի կորիզի եւ սերկեֆիլի կորիզի փոշին եւ կհավատաք վատ չի, ինքը քչացնում է քո ժամանակը եւ ջուրը այդքան չես նախ գազօջախ միացնում ես շոքին եւ այլն, բայց ծիրանի մեջ չեմ անելու, որովհետեւ նախ չունեմ, երկրորդը ծիրանն արդեն մնում է ծիրան։ Համենայն դեպս ես որ ելակը մաքրելու լինեմ, ես մոռացել եմ նաև խոսեմ ձեզ մի թեմայի շուրջ, տարբերությունը Հայաստանում եւ Ֆրանսիայում պահածոների նկատմամբ ինչ են մտածում։ Պետք է խոսեմ մի թեմայի շուրջ, Ֆրանսիայում եւ Հայաստանում տարբերությունը պահածոների համար, արդյոք Ֆրանսիայում պահածոները բոլորն են անում, թե Անահիտ մենակ դու ես անում, եւ ես պետք է խոսեմ, թե ինչը ինձ մի քիչ զարմացրեց Հայաստանում, որ կիսվեմ ձեր հետ եւ ասեմ իմ միտքս։ Հիմա գիտեմ, որ շատերը կարող է չհավանել, բայց ես գիտեք, որ ես խոսում եմ ժողովրդի կողմից, այսինքն ես գիտեմ, որ շատ-շատեր են մտածում իմ նման, որովհետև մեր թիմի անդամները շատերը մտածում են իմ նման, այսինքն շոքա առավոտ կանող արդեն շոքա երեխեք ջան, ահա որ։ Դե լավ, անջատեմ եւ հետո արդեն ձեզ ցույց կտամ մանրամասն։ Այսինքն մանրամասն ցույց տալու կարիք չկա, քանի որ ես պետք է հիմա պատրաստեմ ծիրանը։ Ծիրանը նույնպես պատրաստում եմ բանի է տալու ինչա ելակի պրոգրամով, հիմա ցույց կտամ, ես ուղղակի այսպես կտրատում եմ, կան հասածները, բայց նաև կան հենց չհասածները, բայց ավելի լավ, որովհետև շատ ջուր դուրս չի գա։ Այ հիմա արդեն բարի լույս, ժողովուրդ ջան, ահա որ չաղացել եմ։ Երևի 2 կիլո պետք է իջնեմ եւ դա իմ առողջության վրա է ազդում։ Ես ինչպես բոլորիդ ասեցի, ուզում եմ մի թեմայի շուրջ խոսել, մի վայրկյան երեխեքին փակեմ։ Պրոբլեմը նա է բոյովների պրոբլեմը գիտեք որ նա որ չի երևում վրատ, բայց լավը, բայց վատն էլ նա որ չի երևում վրատ քաշըտ։ Ուրեմն եկեք ելակները մաքրենք համը ձերի հետ խոսամ ձեզ այս թեմայի շուրջը, հենց լավ ելակների թեմայի շուրջը։ Ես մի բան նկատեցի, մեր Հայաստանում բավականին շատ բան է փոխվել, հենց իմенно այս պահածոների, մարդիկ էլ բացի գյուղերից երևի, Երևանում մտածում եք, ասում եք դերավ, դե ինչ հա, որ կգնանք խանութից կգնենք, ինչն է շատը, խանութներում պահածոները, խանութներում սա, նա բնականաբար ժամանակ եք օգտագործում, բնականաբար, չգիտեմ, գումար դժվար, որովհետև նույն բանը գնում եք խանութներից։ Գիտեք երեխեք, երբ որ մենք պատրաստում ենք մեր պահածոները, դա լինի կամֆիտյուր, դա լինի խոսքի լոբի, մենք գիտենք ինչ ենք ուտում, դա է լավը, և ես ճիշտ ասած ահավոր զարմացա, երբ որ այսօր
Ֆրանսիայի երիտասարդները բոլորն անցել են պահածոներին։ Իրենք իրենց մուրաբաներն են պատրաստում, իրենք իրենց իհարկե մեր կողմերը, ես չգիտեմ Փարիզի կողմերը ոնց ինչ, մեր կողմերը, եւ ես հպարտ եմ, ուրախ եմ, որ ես ինքս ոչինչ բան սկզբից որ եկանք մաման էր պատրաստում։ Պարտադիր ինքը պահեց այդ տրադիցիան մեր մեջ եւ անդադ ասում էր, այսպես գիտեք դուք ինչ եք ուտում։ Եվ շատ ճիշտ էր ասում երեխեք ջան։ Հիմա ես ձեզ ասեմ, իմ սկեսուրը Ֆրանսիայի գերի կին էր։ Պատկերացնում եք ինքը ամբողջ զգուշ լինեմ, որտեվ այդ քյափը որ դու հելնում է, հետո թափվում է։ Իր լոբին փակում էր լոբի, ես դաժե մեկ-մեկ ծիծաղալով ասում եմ, Սերժ, լոբին խանութում լիքն է, ինչի է փակում։ Բայց ես հիմա նոր եմ հասկանում, երբ որ լոբիի վրա կարդում ես, տեսնում ես, թե ինչեր է գրած պահածոյի, այդ ժամանակ այսահարվում ես։ Ես առաջ գնում էի նաև պատրաստի ոսպ եւ այլն, այս տերմոմիքսից հետո ես դադարեցրեցի գնել։ Պետքա, խաշում եմ, պետքա պատրաստի ոչ մի բան։ Հիմա շատերը ինձ կգնդակահարեն, բայց տեսել եմ, որ շատ բլոգերներ Instagram-յան ռեկլամ են անում, բնական է, իրանք դրա համար գումար են աշխատում եւ նաեւ օգտվում եք այդ կիսաֆաբրիկատներից։ Ժողովուրդ ջան, եթե մի օրինակ տեսեք կաթը գնում ենք, այդ կաթը տարիներ չէ, մի 6-7 ամիս կարաս պահես տունը։ Հիմա դա եւ այն կովի կաթը, որ բերում եք նույնն է, ոչ, բայց կան մեր մոտ սառնարանում, որ պիտի բերես, եռացնես եւ օգտագործես։ Շատ չպիտի պահես։ Ֆրանսիացիներն անցել են արդեն այդ սննդակարգին, որովհետև զգացին, թե ինչքան կա այս կեղտոտ հիվանդությունները, որովհետև մարդկությունը արդեն դառնում ենք թամբալ, չենք ուզում ոչ մի բան անել, չենք ուզում աշխատել, այդ դա է պրոբլեմը, սիրելիներս, դրա համար ես այս առավոտ բայլուսին կխնդրեմ մեր աղջիկներին երիտասարդ մի ալարեք, պատրաստեք ձեր երեխաների համար, անգամ եթե մեծերն ասեն, ադե ինչի դա պետք սկեսուրները, պատրաստեք, ասեք, չէ մամ ջան, ես ուզում եմ, որ իմ երեխան կամ տիկին լավ ուտի, ճիշտ սնվի։ Այսօր ես իմ հարսս 29 տարեկան աղջիկ է, բայց իրանք նմանապես աշխատում են կոնսերվացված ոչինչ չառնեն, պատրաստում է տունը, եւ շատ երիտասարդներ, Ֆրանսիայի երիտասարդները բոլորը պատրաստում են տունը։ Այս չաղանալ, ես ստրոգի արդեն, ու գիտեք ինչ, բանն էլ է դա, որ բան չես ուտում, մտածում ես, հա դե ձմերուկ էր էլի մի հատ, պարզվում է ձմերուկը լավ չաղացնում է։ Չնայած գիտեինք, մի վայրկյան էլ զմայլվեք բնությամբ գալիս եմ։ Զմայլվեցիք մի քիչ։ Այսօր մի քիչ հնարավոր է նստել, այսինքն են Աֆրիկայի տոթը չկա։ Այսօր ժամը 5-ի կողմերը երեխաները գալու են, երկար ժամանակա չէի տեսել, դե բնականաբար ես գնացի բան, այդ Երևանից առաջ եկան երեխաները, հետո գնացի Երևան եւ հետո իրան գնացին արձակուրդ։ Հեսա գալիս են իմ կյանքի իմաստները։ Այո։ Այդպիսի բան է, ժողովուրդ ջան, ցանկացա ուղղակի ձեր հետ խոսել, կիսվել, որ մարդիկ չզարմանան, ասեն, այս կինն ինչ է նստեք կոնֆիտյուր սարքում, խանութներում լիքն է։ Սա ուղղակի ձեր համար բոլորս է գիտենք, որ պետք է գնանք այս աշխարհից։ Բայց ինչու չանենք, ինչու չէ։ Իհարկե եթե ժամանակ ունեք, կան շատերը, որ ժամանակ չունեն, այնքան պուճուր կլուբնիկաները, չեք պատկերացնում։ 15 կիլոից փակեցի 21, ոնց որ 21 բան կա։ Շատ այդ կոտակցրի էլի։ Այս ձերքերիս համար եմ նեղվում,
Գնամ բժշկի ցույց տամ բժշկին, տեսնեմ ինչ կարելի է, չնայած ամեն ինչ օգտագործում եմ, բժիշկն ինչ պիտի ասի։ Դասյանը է ձեռնոց հագի ամաները լվանալվեց, Անահիտը այդ րոպեին ձեռնոց է հագնում, տեսել եմ շատերը ձեռնոց են հագնում հարգանքներս, բայց ես ալանում եմ երեխեք ջան։ Մի հատ մեծ ես ոնց է դրել է, ինչքան ղրժուն կա լցրել է, ճիշտ ասած ասեմ ձեզ, որ տեսա, ջղայնացա, բայց չեմ սիրում, եթե պատվիրել եմ, պիտի վերցնեմ, չեմ սիրում շուկա անել, այդ մարդու վրա կվնար ձեռքին, բայց անազնվություն էր իրանց կողմից, պիտի մյուս անգամ ասեմ, որ գնամ ծիրան գնեմ նորից, ուղղակի պիտի ասեմ, ավելի լավ է չվաճառես, կամ մի քիչ թանկ վաճառես, նորմալ կլուբնիկ վաճառի, հետո ասում եմ պիտի փակեմ, փակես, որովհետև բանը տմարտություն ես անում, ազնվություն չես անում, մարդիկ էլ չեն գալիս քո մոտ, ղրժուն է, ոնց որ բան լինի, այն անտառի ելակ լինի բուջուր, սրա վրա ավելի շատ գործ եմ աշխատանք եմ անում, քան բան, այդ ինչա, կոնֆիտյուրն ինքն իրանով, մինչև սա մաքրեմ, երևի լրիվ ծիրանը կլինի, ծիրանը մաման է շատ սիրում, դրա համար խնդրեց, որ էլի գնեմ, ուտում անես չի որ շատ, առավոտյան զավտրեկին ես ասեմ, ես պարտադիր կոնֆիտյուր եմ ուտում, 2 թեյի գտալ, դա էլ եմ հաշվում, դաժե հաշվելով էլի չաղանում ես, ոչ կարող ենք մազ սարքել, ոչ բան, մենակ կարող ես կապել մազերը, որ ասում եմ ամառը շատ չեմ սիրում այդ շոքը, մարդիկ ասում են վայ, ես շատ եմ սիրում, հիմա էլ տնից դուրս չեն գալի խլուրտի պես, այդ սիրողները, ոնց կարող է մարդը շատ շոկ սիրի, թուլանը դառնում ես տրյապկա, այսենց լավ է, այսօր օրինակ մի քիչ հովություն կա, ծիտիկներին լսում եք, ծիտիկները բարևում են առաջնահերթ նեգատիվ մարդկանց, ասում են բարի եղեք սիրելիներս, որ սիրեն ձեր ժողովուրդը, հետո նոր բարևում են բարի մարդկանց, որովհետև բարի մարդկանց անգամ բարևել էլ պետք չի, իրենք արդեն այնքան բարի են, որ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, լավ եմ փիլիսոփայում ես որ առավոտ երեխեք ձեր հետ միայն եւ միայն, դե լավ ժողովուրդ ջան գնամ մի հատ տեսնեմ ինչ եղավ ծիրանը, մինչև ելակի մաքրելը, ջանջալ, ծիրան եմ անում, սա ես աղամ, որովհետև տեսեք ինչքան է չափսը, օրենքով 500 գրամից ավել իրավունք չունեք անեք, բայց Անահիտի համար իրավունք գոյություն չունի, հիմա ես սա ինքս եմ հորինել, աղամ մի հատ արագ ձևով, որ ինքը նստի, սա աղացի, հիմա արդեն լցնեմ բան, այդ շաքարավազը, ով էր ասում, մեր երեխեքից մեկը շաքարավազին, ասում է շաքարավազ, կարծեմ եղբորս տղան, մի քիչ էլ շաքարաբազ, օյինբազ, Արող, շաքարավազ, ես մի կիլո կեսին լցնում եմ 400 գրամ շաքարաբազ, քաղցրը, պատկերացնում եք, մտգերացնում եք, գիտեք ինչ, կան մուրաբաներ, որ էժան, մարդիկ ասում են, այ մարդ ինչ ես առնում էժան խանութները, բայց այդ էժանները հարաբերական է, էլի, 400 գրամ անեն, որովհետև չափը չանցնենք էլի մի կիլո կեսի, և մի քիչ լիմոնի աղ եմ լցնում, քանի որ լիմոն մոռացա երեք գնեմ երեխեք ջան, իր հատ է իր հետ սրա հետ եմ խառնում, Սյուզի ջան, կարաս հանգիստ պատրաստես, կամ դու պատրաստես, կամ Ռուզանին տաս, Ռուզանը պատրաստի, լիբոյ մարդ կարող է պատրաստել, մանավանդ երիտասարդները, գնեք ձեր երեխաների համար, սա նաև կարող եք անել պյուրե, երեխաների համար, էլ չգնեք խանութներից, նորածիններին, որ արդեն տալիս եք, չէ, բանի մրգային պյուրեներ եք տալիս, ասեմ էլի ժողովուրդ ջան, ծիրանը դրել եմ հիմա գազուրջախի վրա,
որ մի քիչ ջուրը դուրս գա եւ որպեսզի այդ ապարատը շատ չպտտացնեմ 45 րոպե։ Էկոնոմիա եմ անում, իմ ժամն եմ էկոնոմիա անում, էլի։ Եվ մեքենան ազատում եմ ավելի շատ։ Հիմա տեսնենք ճիշտ եմ անում։ 1 Եվ եկեք սա դնենք այստեղ, հմեն այնպես անենք, որպեսզի եւ ես ունեմ բանկա, ոչ չունեմ, գնամ երեխեք ջան, բանկաները բերեմ գամ։ Ծիրանն է գնաց շող ջան, ֆաբրիկացիա։ Սենց ես թույլ ջրի կա, բայց չէ։ Ուրախությունով, առողջ։ Ամեն տարի պատրաստենք, առողջ եւ ուրախ, ինչքան կարող ենք։ Ֆաբրիկացիա Ծիրանի ջեմ։ Տակը կպել էր։ Միած սրա վրայից հանեմ սա։ Եփում է ինքը, իմը տերմոմիքսը, երեխեքից մեկը կարծեմ ասում էր տերմոմիսկ, դե չեմ սխալվում, եկեք սա փակեմ ամենչապես, քիչ պոլնի լցնում եք երեխեք ջան, չեք վախենում, որպեսզի ինքը գերմետիկ փակի, հուսով եմ, որ տեսնում եք, երիտասարդ աղջիկներ, տարիքի կանայք, աշխատեք, ունենալ ձերքի տակ սա, ուրախությունով Անահիտ ջան, ուրախությունով Անահիտիշկա ջան, Սերժը շատ ասիրում թուս և ելակ պարզվում է, ես չգիտեի, որ ելակ ասիրում ամուսինս, ես էի միշտ ելակ գնում, որովհետև ես ելակ եմ, ես ընդհանրապես հատապտուղներ շատ եմ սիրում, դրա համար այս անգամ գնեցի 20 կիլո ելակ ամուսնյակիս համար հատուկ, ասեմ հնչու, որովհետև մի վայրկյան երեխեք չրչրած կողքն, բայց ոչինչ, սա տակը կպել է, հիմա ես մի կացան լվանամ, նոր դնեմ նորից էլի գազօջախի վրա։ Շաքարը բավականին քիչ էր, գիտեք երեխեք, 400 գրամ է յարե, բայց ահագին ավելացեցի, այս անգամ կանեմ երևի թե 600 գրամ, քան գեղեցիկ եղավ գույնը։ Երեխեք ջան, դժվար չի, գնեք այս ապարատից, ապարատը ապարատ, բայց մեր աշխատանքն էլ աշխատանք, այլ, ծիրանները տանում եմ կողքի սենյակը, եկեք միասին գնանք, ահա, գնում ենք արագ, ահա սիրելիներս, սա գնում այստեղ, ծիրաններն այստեղ, ելակներն այսքան արել եմ արդեն, հələ դեռ մի 9 հատ էլ կա։ Լվացքը երեքը Սերժին ասի, Սերժ, լվացքը բերներս, ես ծալեմ, գոնե տանեմ, տեղավորեմ, չորած է դարել էր սուխարի։ Այդ է վաշանայի դշկա, թմբլիկ։ Հիմա մի հատ ծիրանայի դշկան ամանները լվանան։ Ամանները չէ, սա։ Այս երկորներ թարսիպեր, ձերքերս անընդհատ բանի մեջ ավետը, ջրի մեջ։ Մորատո շաքարավազ բերեմ, շաքարավազը սա վերջաց է։ Բերեմ շաքարավազը, այնտեղ է, գիտեք, չէ։ Մարդը որ խելք չի ունում, ոտքերն է տանջվում, ֆրանսիացիների բառն է, ոտքերն է հոգնում։ Սա է նվանանք, ուղղակի ամեն անգամ,
Ճիշտ ասած ժողովուրդ ջան, մտածեցի ակրոշկա անեմ, ծունկս հենց եմ մոլորել երեխե, հետո հիշեցի, որ վարկյան գալիս է։ Հիշեցի, որ Կարլան ինձ, Դավիթն ասեց, մամ, Կարլայի սիրտը, ասեց, Կարլան ասեց, ակրոշկա շատ եմ սիրում, ասեցի, դե լավ, Սերժ, ատաբլը, ասեց, ակրոշկա շատ եմ սիրում, վայ մեջքս երեխեք, դե լավ, ասի, որ ակրոշկա շատ է սիրում, մի անգամ տեսոր երեկոյան կսարքեմ թարմ, սումբուկի համար խենթանում եմ, Ույմա, այդ վերջերս մի հատ բլոգ է յարել, նստած նայում էր, պատասխաներ էլի, բայց հետո մի հատ օրինակ մեսաժ, կոմենտ, հասկացա ճիշտ ասած, 2-3 անգամ կարդացուց հետո, նորեկողի լեզվով ակցենտով էր գրել, մի ծիծաղար, Այ, աղների մորացել։ Ընդհանրապես ես որ մի բան եմ պատրաստում, վերջում ասում դե լավ երեխեք ջան, դադարացնեմ բարյախոժակ։ Ինչ ցույց տվիք որ բարյախոժակ։ Տիկին ջան, եթե կնայես իմ բլոգները, մի հատ խնդրում եմ ինձ ճանաչելու համար, մի հատ լավ հետ գնա, հետո նոր կոմենտներ գրին։ Նախ իմ ալիքը խոհարական ալիք չի։ Շեմ պասա։ Առաջին երկրորդն էլ ինչքան հումոր ունես, հումորիցդ ինքդ քո հումորից էիր ուշաթափել, հիմա վերցնում ենք սմբուկը, դնում եմ այս սպիտակ վիչինան մեջը ու այ այսպես ուտում, հարցի տեղ, մի քիչ կարտոֆիլ, հայկական ձևով, Ֆրանսիացիները նկատած կլինեք, ուտում են ամեն ինչը իր սկզբից աղցանը, հետո եմիշը, հետո սմբուկը, կարտոֆիլը, նոր միսը։ Միսը առանձին են ուտում, գիտեք շատերը։ Une de rien, c'est appareil, ça chauffe. Là, je vais finir ça. Et reposer 30 minutes et après faire la confiture de fraises, finir la fraise et repartir. Il y en a encore 3 jours. Il y a 15 kilos d'abricot. David, ça ne s'est pas coupé. Ce soir, il faut que je coupe. Ça monte. Ils sont partis vers 10 heures. Tu peux dire bonjour à ta langue. Parce que tout le monde demande que tu peux. C'est la solution. Հնարավորություն, որ ես ոնց որ հաց ուտեմ, Բադրջանը, ça sera quand nos aubergines? Ժողովուրդ ջան, մի հատ բարև եք, tout le monde, vous manquez tout le monde, հիմա տեսեք իմ սիրուն Կարլային, մենք սպասում ենք բեբե, ես ձեզ չէի ասում, surprise, ոնց եք? Ça va? Ça va? Ça va. Oh. On va vous dire qu'est-ce qu'on attend un garçon et une fille? Eh bien oui. Ասենք ինչ ենք սպասում, աղջիկ թե տղա, դուք որոշեք, թող սյուրպրիզ լինի, մի 10 րոպե թողնեմ որոշեք, նայեք, je dis que vous regardez, vous me le dites la prochaine vidéo, si c'est une fille ou un garçon. Մենեմ ջանին, բա սիրելիներս, սա Անահիտի և Սերժի ուրախության չափ չկար, մենք շատ ուրախ ենք, վերջապես մենք ունենալու ենք թորնիկ, մերրեմ դրա կյանքին, մերրեմ ձեր կյանքին, սիրուններս,
Դավիթ ջան, կարոտել էին սա, քեզ ասում էին Դավիթը մի քիչ հայերեն խոսա, էլի։ Ոնց ես մերնեմ։ Ուրախ ես, իմ սիրուն պապա։ Իմ սիրուն մամա։ Oui, je vais te faire On va sentir là comme ça. Tati, elle est fière, Carla, qu'il a maigri. T'as vu? Il est beau comme tout. Aspartelmes, il sirun traya. Lui, il a perdu et moi j'ai grossi. Asmen que y allait, il charatzelem. Toi, c'est pas grossi. Non, c'est bien. Il fait frais dedans, non? Ouais, on est bien. Parce que c'est vraiment le rafraîchissement, c'est vraiment. Oui, ouais. Այս լվացքը բերել եմ ներս, որովհետև անենց էր չորացել երեխեք, խայտարակություն։ Կարլան երեխեք ջան, բանի, կուզնիեչիկին ա բռնում։ Կարլա, elle fait le kouznechik. Sauterelle. Mais il descendra pas, Carla, parce que il fait frais dedans, là, tu sais. Je sais pas comment il est rentré. Ah oui, parce que papa, il a amené la linge. Papa, il est où, là, d'ailleurs? Papa, il m'a dit à quelle heure il vient, j'ai dit 6 heures. Oh là là, Ah oui, il est allé à Soleville. Appelle-le, Il est allé à pauvre. Soleville. Acheter le melon. Oui. C'est quelle couleur, marron ou vert? Vert. Ah, il est là. Ah ben tu vois, t'as peur. Là, elle ouvre, tu sais, comme si elle allait aller droit. Ou monte les volets. Carla monte les... Là, il est sur la télé. Elle va me piquer ou pas? Non, il pique pas. Ah, mais il y a Elle est un dard derrière. Carlan, Kentanasera, Yevchi Uzum. Attends, je vais aller le chercher là. T'as une pelle. Voilà. Ouvre les volets. En bas. Laissez avec le balai. Kuzdiye chicken burnu merak can. C'est bon? Elle y est plus. Ah Non. On tourne le balai? Çıkar el artık. Elle ferme. Voilà. Bravo! Bah, sinon, ça aurait pu pas. Va chercher le pastèque. Սիրելիներս անսպասելիորեն դուրս եկա։ Մտադրի չէի դուրս գալու, բայց պետք է գնամ։ Բոլորը տեսակ եւ ասեմ դες որ երբ որ մենք իմացանք այդ նորության մասին, ես չեք պատկերացնում, ես չգիտես, ցած բլոկե եղած անդադ ասում եմ ճիշտ եւ ուրախությունս արտահայտվեց այդպես։ Սերժը հաց էր ուտում, Դավիթն ու Կարլան զանգեցին, Դավիթ եկավ մոտիկ, ասեց պապա, մենք երեխա ենք ունենալու։ Սերժը հաց էր ուտում, ասեց բերան, c'est pas vrai, ճիշտ ես ասում։ Գիտեք երեխեք, սա մի ուրիշ ուրախություն էր, որ ես Աստծուց շնորհակալ եմ, Աստված շատ չհամարի, Աստվածտա մինչև վերջ բարով հղիություն ունենա, իմ հարսիկը ունենանք առողջ երեխա ունենան, մեր համար կապ չունի սերը, աղջիկ, տղա, կարևորը որ առողջ լինի եւ ամենակարևորը, ինչ ասեմ, լավ զավակ լինի։ Դա է մեր համար ամենակարևորը, բայց արդեն սերը գիտենք, ուղղակի հետաքրքիր է, ամեն մեկը տասեք, տեսնենք ով ինչ է ասում։ Տեսնենք ով է ճիշտ, բան անենք, այդ սոնդաժ անենք, տեսնենք աղջիկ, տղա, աղջիկ, ինչքան տոկոսով են ասում ճիշտը։ Այդպիսի բաներ սիրելիներս, ահա եւ մեր վերնագիրը գրել է, երեխաները եկան եւ ձեզ սպասում եմ մեծ անակնկալ բոլորիս, որովհետև դա ես գիտեմ, որ շատ-շատերը իմ մեր հետևորդները միշտ ինձ տեսնելուց, միշտ գրում եք Անայի ջան, Աստվածտա դու էլ թորնիկ ունենաս, Աստվածտա, ես ուրախ եմ, որ կիսվում եմ ձեզ այդ գեղեցիկ նորության համար։ Այսքանը սիրելիներս, հիմա ես մի հատ կենտրոնանամ, որովհետև մի քանի տեղ ունեմ զանգելու եւ հետ ժամանակը չէր այսօր դուրս գալու, բայց շատ շտապ էր, շատ։ Դե լավ գնացինք։ Դեք ժողովուրդ ջան, ես արագ չեմ մեքենա վարում, էլի նորմալ, հիմա ինչքան եմ վարում, 90, ստեղ 90-ա։ Մեկ մեքենա ես տեսնում, ավելի լավ է իշտեն ոտքով քայլեն։
Իրանց թվում է թե այստեղ 50-ով պիտի գնան։ Ու շեղ էս պավարոտների ժամանակ։ Գարու մի ճղայնացյանային, չո это такое։ Մեր Դիլիջանի պավարոտները, այս ճանապարհով եմ եկել, որովհետև այդ գործ ինչ գործ ունեմ այստեղ, հա։ Այս պավարոտը ահա որ անտեսանելի, ամենավատ անտեսանելին այս մեկներ։ Երեխեք ոդկս մի անգամից ընենց է ուռե ձախ ոդկս, չգիտեմ ընջու։ Երևի շատ կանգնեցի ոդքի, նայք ինչ լավն է այս անտառը, մեր գեղեցկություն, կողքերն արդեն վառվել է, բայց այս ճանապարհները նմանացնում եք որ ճանապարհներին մեր Հայաստանի, թե հանեք, կասեմ մալանդենց։ Voilà։ Այս կողմով այդքան շատ հաճախակի չեմ գալի, որովհետև այս ոլոր ճանապարհները ահավոր են։ Բայց դե ամբողջ 30 տարի է այս ճանապարհներն են եղել։ Հիմա այն կողմինը մենք ավելի քիչ ենք վերցրել, քանի որ ապրում է այս կողքի վիլաժում, եւ այս վիլաժից գնալ այս մեր կողքի քաղաքը ամենահարմարն է։ Հիմա այդ եմ անում։ Հեսա գնամ տեսնեմ ինչ եմ պատրաստում 16:33 է։ Ես ալեգոտուղ, չգիտեմ, երեկոյան Կարլայի սիրտը ակրոշկա է ուզում, ակրոշկա կանեմ իր համար, հետո տեսնեմ ինչ կարող եմ պատրաստել, տեսնեմ ինչ է ցանկանում իմ աղջիկը, դա էլ կպատրաստեմ։ Իսկ իմ տղան թռնում է իր ընկերների հետ երեկոյան ֆուտբոլ գա, ինչ որ գնում են նայելու, Կարլան ասեց ես չեմ գա, որովհետև լավ հոգնել է ճանապարհից, այնպես որ իմ Կարլիտաս մնում է տանը։ Ունեն շոքա, որ դուրս գալու ուղակի հանցագործություն ան։ Ճանապարհները դրել են, որ նայեք, հանգստանաք, ձեր ներվերը, այդ նրանք ովքեր բնակվում են Երևանում, Երևանի խցանումներից հետո, գալիս եք, միացնում եք անայդ բլոգը եւ նայում եք այս հրաշալի տեսարանը եւ ձեր ներվերը հանգստանում են։ Հարավելությունը գյուղերում, այս բջուր քաղաքներում ապրելը, որ ճանապարհները խցանումներ չկան, բայց վատը թերությունն է, սիրելիներս, որ աշխատանք չկա։ Ջան, Կարլիտայից հետ զրույց ենք անում, տալիս։ Սիրած բանն եմ սարքում, սա Կարլիտոսի եմ։ Maintenant, il peut dire. Ça, c'est le premier courgette déjà. Ah, c'est bien. Nous, on avait déjà. Non, pas le premier, deuxième, parce que j'ai traversé une fois. Rien à voir avec le vrai. Ah Et ouais. c'est Kabachkan, mais Kabachkan, il est pas arabe, c'est Tarbelutun Nahavora. Là, ça va aller là, cuire là-bas. Et après, au niveau de la viande. Ah, tu l'as mis là-bas, ça? Ouais, parce que ça fait chaud. Ouais, mais au moins ça te chauffe pas la cuisine et tout. Non, mais tu sais que. Moi, j'aime pas. J'ai fait pour les filles, il en a plein. Et confiture, oui, pour deux ans, tu vois, là. Ça fait longtemps, la confiture. Ouais, vous mangez ça le matin. Moi, j'essaye de manger même pas 2 cuillères, mais rare. Parce que Oui. je compte. Oui, mais au moins t'as le goût et tout. Oui, mais c'est juste un petit peu sucré. Je compte parce que je sais qu'une cuillère, c'est un poêle. Ah, mais oui, c'est vrai, toi, t'es avec tes points Je suis Witcher, toujours c'est encore. Pourquoi? Parce que c'est pénible que ça m'a fait mal. Il est gonflé, non, je vois pas que c'est le jamais. Regarde, il y a la différence, tu vois, gonflé, il est gonflé. Non. Non, non. Non. Non, t'as pas les pieds gonflés. Ouais, mais comment? Mais attends, mais la dernière fois que t'avais mal aux pieds, c'était à cause des claquettes. Ouais, c'est trop marchand. Դին սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում պակա, պակա։